Հասարակությունը լավ տեղեկացված չի նրանից, թե Ադրբեջանը ինչ մոտեցումներ ունի, ինչ քարոզություն է իրականացնում, ինչ են մտածում ընդհանրապես հայերի մասին, որպես ազգության մասին, այսինքն ոչ թե Արցախի մասին, ոչ թե ինչ-որ ուրիշ բան, ասել հայերը ով են, հայերը ինչ պատմություն ունեն, դա մարդիկ չգիտեն Հայաստանում, բոլորը չի որ գիտեն, ասած ասենք։ 5 հոգանոց հայ փորձագետների խումբը արդեն Բաքվում է։ Երկու ժողովուրդների մերձեցման, ավելի ճիշտ հաշտեցման քաղաքականությունը քայլ-քայլ իրագործվում է։ Փաշինյանի փափագած խաղաղության թղթին ընդառաջ։ Բաքվում իշխանության կազմակերպած կլոր սեղան քննարկումը ըստ պաշտոնական ձևակերպման միտված է ակտիվացնելու հայ եւ ադրբեջանական քաղաքասարակությունների ներկայացուցիչների շփումները եւ ձևավորելու հայերի եւ ադրբեջանցիների միջև վստահության կառուցման մեխանիզմներ։ Այսպես է հիմնավորում Հայաստանի Հանրապետության կառավարությունը Հայաստանից անձամբ Փաշինյանի համար խիստ վստահելի եւ գուցե հենց իր ընտրությամբ 5 փորձագետի ծածուկ գործուղումը Բաքու, ինչի վրա մեր պետությունը բյուջեից ահռելի գումար է տրամադրել 17.5 միլիոն դրամ։ Նաև այս մարդիկ, ովքեր որ գնացել են, իրանք էլ կզարմանան ու կվիճանացները հետաքրքրված չեն իրենց հետ սկսեն այդ process-ը, ուղղակի գնալու են ասեն դե հեսա այս բանը փակել ենք, այս հարցը փակել ենք, մնացել է այս մի երկու հարցը ու շատ լավ կապրենք խաղաղության մեջ արևմուտքի հետ առանց Ռուսաստանի եւ այլը, տենց իրար ջանասելով իրանք առաջ կգնան, բայց սա ինքը իրականության հետ կապ չունեցող process է, սա իմիտացիա է, սա իրենք անում են ինչ-որ բան ցույց տալու համար, ոչ թե իրականությունը, ոչ թե իրականության համար, որովհետև երբ որ հասարակությունները շփվում են իրար ավելի համար պրոբլեմատիկ թեմաները հասկանալու համար դա պետք է լինի հասարակությունը, այսինքն ամբողջ պալիտրան պետք է լինի, կարա լինի։ Կովկասագետ Կարեն Իգիթյանի խոսքով ինչու է հայկական կողմը այսքան վախով թաքցնում հակառակորդի պլանավորած հանրային մերձեցման շփումները։ Ով է ընտրել սույն բանագնացներին, ինչ սկզբունքներով եւ ինչ խնդիրներ է դրված նրանց առջեւ։ Եվ ի վերջո որքանով են նրանք լիազորված Բաքվում փոխանցել հայկական կողմի հանդուրժողականության տրամադրությունները։ Եթե մենք խոսելու ենք ավելի լուրջ կապը հարցը բարձրացվելու, ոնց է ստացվում, որ Ադրբեջանում չնայած որ իրենք ասում են ամբողջ ընտիր Արցախի մեջ է, Արցախը արդեն լրիվ իրանք օկուպացրել են, էթնիկ զտում են իրականացրել, բայց խաղաղություն չկա եւ իրենք նոր պահանջներ ունեն, որոնք ժամանակին չկային, նախկինում չկային այդ պահանջները։ Հայկական կողմի հանդուրժողականության երաշխիքները պիտի տրվեն ահա այս մարդկանց կողմից։ Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանի, քաղաքագետներ Արեգ Քոչինյանի, Նարեկ Մինասյանի, Սամվել Մելիքսեթյանի ու իրավապաշտպան Նաիրա Սուլթանյանի կողմից։ Իսկ նրանց չգիտի հայ հասարակությունը, կամ առավելագույնը նրանցից 1-2-ին է էկրանից ծանոթ, որպես Փաշինյանի լոզունգների ակտիվ տարածող։ Մենք կարողանանք հետո խոսել դրա մասին, որ հասարակությունները իրար ավելի լավ ճանաչեցին եւ այս մարդիկ հասարակության ներկայացնեն հետ կգային Հայաստան եւ կասեն գիտեք Ադրբեջանում մեզ սենց են ասում Ադրբեջանի մոտեցումը սա է, մենք որ շփվում ենք, իրանք այսպես մեզ այս մեր հարցերին նման պատասխաններ են տալիս։ Ու դա պետք է լինի ավելի բաց, որովհետև հիմա իրանք կարող են գալ ու ինչ ուրիշ բան ասեն, բայց եթե սա լինի բաց եւ այդ հարցերը բաց արտահայտվեն երկու կողմերը, ապա հասարակությունը ավելի լավ կիմանա։ Իգիթյանը իմիտացիոն հանդիպում է որակում առհասարակ հայկական տարածքների նկատմամբ նկարտումների հեղինակի Մոգոնաս ցանկացած կլոր սեղան։ Հանդիպումները հաշտեցում են քարոզում, բայց զուգահեռ իրականության մեջ Ալիևը եռապատկում է իր ռազմական հնարավորությունները։ Սա իհարկե քեղծիք էր, որովհետև ոչ թե պատերազմներ որ բերել էր ատելությանը, այ Ադրբեջանում եղած ատելությունն էր բերեց պատերազմին եւ այդ ադրբեջանցի փախստականներին, այսինքն սկզբից Գայիթի ջարդը, Գանձակում ջարդի փորձերը, Շուշիի ջարդը, Բաքվի ջարդը, հետո նոր արդեն իրանք փորձեցին այդ ամենը իրականացնեն Արցախում։ Նրա խոսքով Ադրբեջանում պետական մակարդակով ձևավորած մոտեցումներ կան եւ նման այցերը հաճախ ուղղված են ոչ թե Հայաստանի հետ լուրջ քաղաքական հարցեր քննարկելու, այլ հարաբերությունները արտաքին ֆասադով հաշտ ցույց տալուն։ Հետևելն Ադրբեջանը ի սկզբանե ունեցել է
հայատյացական մոտեցում Ադրբեջանը ի սկզբանե զբաղվել է կեղծիքներով, պատմության կեղծիկով, այստեղ պետք է ֆիքսենք, որ պատմության կեղծիկը ինքը ընդհանրապես որպես process եւ որպես քաղաքականություն ինքը ընդհանրապես հաճույքի համար չի արվում։ Եթե ինչ-որ միտեղ պատմությունը կեղծվում է, դա միշտ ունի Իդեպ Երևանից մեկնած պատվիրակության կազմը ըստ սցենարի պիտի հանդիպի նաև Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների հետ։ Հոկտեմբերի այցից հետո Հարավային Կովկասի ուսումնասիրությունների կենտրոնի նախագահ Ֆարհադ Մամեդովը հայտնել էր, որ ադրբեջանցի փորձագետների այցերը կշարունակվեն ոչ միայն Երևանում, այլև Հայաստանի Հանրապետության մարզերում։ Այս քաղաքականությունը, որը Հայաստանի իշխանությունը վերցրել է, որ գնան եւ այս ագրեսորին ինչ որ մի ձև փորձեն իր այդ պայմանավորեն զիջողականությունը եւ այլը, սա բերելու է նոր ագրեսիայի եւ ոչ մի պայմանագիր, ոչ մի փաստաթուղթ Ադրբեջանին չի սահմանափակելու։ Մենք ունեցել ենք Ադրբեջանի հետ Ադրբեջանը ստորագրել է, ինչ որ բան պարտավորվել է անել, համար 16-17 տարի առաջ Ադրբեջանը ստորագրել էր Մինսկի խմբի շրջանակներում փաստաթուղթ, որը հրաժարվել էր ուժ կիրառելուց եւ ուժի սպառնալիքից, բայց համ սպառնում էր, համ կիրառում էր։ Դրանից հետո ունեցել ենք նոյեմբերի 10-ի պայմանագիրը, փաստաթուղթը, որը Ադրբեջանը բոլոր կետերը խախտել է, պետք է այդ փաստաթղթի։ Եվ հիմա ունենք նոր ինչ-որ փաստաթուղթ ենք ունենալու եւ Ադրբեջանը միշտ դա խախտել է, որովհետեւ Ադրբեջանը ունի նպատակ եւ այդ ամբողջ քաղաքական process-ը դա անցալում է որպես միջոց։ Իգիթյանը հիշեցնում է, Ալիևյան կողմը խուսափում է սովորաբար քննարկել սահմանների հարցը, ադրբեջանական քարոզչությունը Հայաստանում հաճախ ոչ միայն անհիմն է, այլև նպատակաուղղված է բարձրացնելու ատելությունը հայերի նկատմամբ։ Իրականում Ադրբեջանի օրակարգը լրիվ ուրիշ է, նրանք ամենաբարձր մակարդակով պարբերաբար հուշում են իբր պատմական տարածքներ ազերիների վերադարձի եւ արևմտյան Ադրբեջանում իրենց հաստատման մասին։ Կովկասագետին մտահոգում է այն, որ հայկական պատվիրակները վերադառնալով Հայաստան իրենց հետ կբերեն ատելություն եւ հայատյացություն, չէ՞ որ ադրբեջանական պրոպագանդան ոչ թե սեր է, այլ ատելություն։